մենք ստանում ենք նաև ինֆորմացիա շաքարի եղեգի հումքի ներմուծման մասին, որը ի դեպ ԵԱՏՄ-ի շրջանակներում նաև որոշակի քվոտավորման համակարգ ունի։ Հիմա, երբ որ այս գործարանը աշխատում է 25-30% հզորության չափով եւ հումքը վերամշակում է ու ստանում է շաքարավազ, հա, հարցը արդյոք ճիշտ է, որ առհասարակ այդ 25-30%-ն էլ չթողել աշխատի, թե ավելի լավ է դու օրենքով ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես, ընդունենք, դու պետք է աշխատես ոչ թե 25-30%, այլ առնվազն 90% հզորությամբ։ Դու պետք է ապահովես նվազագույն այսքան աշխատատեղ, դու պետք է ապահովես առնվազն այսքան պետական բյուջեի մուտքեր ըստ կանխատեսումների, դու պետք է ապահովես թափանցիկություն, դու պետք է օրինակ քո բաժնեմասի 20%-ը շրջանառես բորսայում, որպեսզի լինես հրապարակային բաց թափանցիկ ընկերություն։ Այդ դեպքում նույնիսկ անկախ ովքեր են սեփականատերերը, բաժնետերերը, այդ դեպքում գուցե պետությունը նաև աջակցի այդպիսի կազմակերպությանը արտահանում կազմակերպել։ Մի կետեր կա, ինքը չպետք է ընտրություններին խառնվի իր անդրադարձություններով։ Դա Նայր ջան, դա առհասարակ սահմանադրական արգելող նորմին ասենք խոսում։ Ես խոսում եմ մենաշնորհի առհասարակ գաղափարական հիմքի մասին։ Հիմա օրենքականացնել օրենքով այն ինչը հիմա կա անօրինական։ Ես ասում եմ հետեւյալը։ Սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն, հա։ Օրինակ Շվեյցարիայում Շվեյցարիան իր աղի արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով։ Մասնավոր կազմակերպություն է, որը աղի արդյունահանումամբ եւ փաթեթավորման իրացմամբ է զբաղված, նրան օրենքի մակարդակով տվել է այդպես իրավունք, որ ինքը որոշի ում հետ հարաբերության մեջ մտնի ներմուծման մասով աղերի։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, սրանք հարցեր են, որ մենք պետք է քննարկենք, այն ոլորտները, որոնք որ տեղական արտադրություն են, ոլորտները, որոնք պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն, եւ որ ամենակարևորն է, որոնք որ տնտեսական մեծ արդյունք են տալիս։ Արդյոք ճիշտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ազատության, այսպես է, ներմուծման ազատություն տանք, թե այնուամենայնիվ հանրային շահը այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները ավելի լավ է կարգավորել, թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ, բայց դնելով այս բոլոր վերջին պատասխանատվությունը։